Տիկին Մանավազյան, ովքեր են այդ 13 հոգինում վրա այդ պարտադրանքը դրվել։ Պարտադրանք չի, դա որոշում է։ Պարտավորություն, հա, ովքեր են։ Խմբակցության որոշումը։ Տիկին Մանավազյան, ասացիք բավարար թվով, դա նշանակում է, որ Այնքան որ ինչքան այսինքն 13-ից ավելի Չէ, խանգարում ենք, սա խանգարում ենք։ Հանձնաժողովից չեք, չէ՞, տիկին։ Ոչ, ես հանձնաժողովից չի։ Զրուցենք։ Անցեք 13 ձայնից մի քիչ են կողմ կանգնենք չխանգարենք։ Անհրաժեշտ ձայների քանակը 15 թե 13։ Արեք տիկին Մանավազյան։ Կոնկրետ անձինք են, որ պիտի կողմ քվեարկեն, այսինքն Անձը ինչ կարևոր է, երբ խմբակցությունը ունի որոշում, բավարար չափով ձայներ ապահովում։ Այսինքն 13 ձայն Այո, 53 ձայն է պետք ընտրվելու համար, որից պակասում է իրենց 13 ձայնը։ Այդ թվում նաև Արթուր Սարգսյանի բացակայությունն ենք հաշվի առել, 13 Այսինքն Տիկին Մանավազյան, ուղղակի քաղաքական որոշումն այն է, որ ավելի ձայն չլինի, այնքան որքան ընտրվի։ Դուք հակառակ դեպքում կողմ չէիք քվեարկի, եթե օրինակ ավելի շատ ձայներ ունենար ընդդիմադիր երկու։ Նախ հաշվենք առը, որ այո, այնքան որքան բավարար է, որովհետև իրենց մեր տեխնացուներին կողմ ձայն չեն տվել, թեև նշեցի, որ առավել քան արժանի էին մեր տեխնացուները, ամեն դեպքում որոշում ունենք խմբակցության, որպեսզի բավարար ձայներ կտրամադրենք։ Չեք տապալում ընտրությունը։ Այո, չենք տապալում ընտրությունը, թեև համաձայն չեմ այն կարծիքին, որ դա մեր պարտավորություն է, մենք կարող ենք չընտրել, երկրորդ անգամ տեխնացու կառաջադրեին, երրորդ անգամ կառաջադրեին, կանցնենք հարցերի օրակարգի հաջորդ օրակարգին եւ որևէ բան տեղի չէր ունենա ազգային ժողովում։ Մանավազյան, այսինքն ընտրում է падգամավորներին, որոնք պիտի քվեարկեն։ Դա ինչքան կարևոր է, ոնց ենք ընտրել։ Ոչ նախասիրություն չի։ Օրինակ ինչպես հարցրեցիք ով է ուզում քվեարկել, հա, Արամ Վարդևանյանի օգտին 13։ Ոչ, նման բան չի եղել։ Դա եղել է ըստ Ճնշել եք ստացվում է 13 հոգու, որ կան Արամ Վարդևանյան ընտրեն։ Չենք ճնշել, դա եղել է, նշում եմ, Նարեկ, դա եղել է խմբակցության որոշում։ 13 հոգի ընտրելու է։ Հետո կտեսնեք ինչպես է եղել, որ այսինքն որևէ մեկին չենք ճնշել։ Ինչպես է տիկին։ Մարդիկ ասել եմ եւ ժամանակ տնտվեց իր գործարար թևի ձայներ, այսպես ասենք, գնացին Նիկոլ Փաշինյանին, որ դառնա վարչապետ։ Հիմա դա խմբակցության որոշումն է, ներսում որոշել ենք ովքեր են լինելու Եղել են մարդիկ, որ սկզբունքորեն ասել են, որ չեն ընտրի անկախ խմբակցության որոշումից։ Մենք խմբակցությունում ունենում ենք քննարկումներ լինում են շատ առողջ, բայց անկախ այդ ամենից ոչ, այսինքն ընդհանուր որոշում է լինում, ընդհանուր որոշման երբ որ գալիս ենք, էական չի, արդեն ով ինչ դիրքորոշում, այսինքն ունենք որոշում, ժողովուրդ, ինչ կարևոր է, որ падգամավորն է ինչ կարծիք հայտնել, կամ դա փակ քննարկում է։ Սկզբունքորեն Տիկին Մանավազյան, ասում եք պարտավոր չէինք, բայց որոշում Այո, պարտավոր չենք եւ որոշում ունեցանք, որ նաև կառուցողական դաշտ ենք ուզում դա մենք նույնիսկ լսեցինք իրենց գործընկերոջ ելույթը, որը իսկապես ամոթալի էր իրենց գործընկերոջ հանդեպ, հենց ինքը պետք էր այստեղ հանրությունից եւ բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրեր սակրավորների թեմայով իր հայտարարության համար, որը ավելի կառուցողական դաշտ կբերեր իր գործընկերոջ ընտրությունը, բայց այնուամենայնիվ մենք ունենք որոշում եւ այդ որոշում պահում ենք հաշվի առնելով կառուցողական աշխատանքը, հարգելով սահմանադրությունը, հարգելով ազգային ժողովի ինստիտուտը, նման որոշում ենք կայացրել։ դիրքորոշման փոփոխություն է եղել ընդդիմության հետ ավելի կառուցողական դաշտ մտնել, Դա եղել է։ ազգային ժողովի 9-րդ գումարում այլ հայտարարություններ են Դա ես նշեցի, որ նախորդ 5 տարիներին հնարավոր ամեն բան արվել է ազգային ժողովի վարկանիշը նսեմացնելու եւ ցածրացնելու եւ այսօր մենք մեր աշխատանքով պահվածքով խոսքի նաեւ բարեվարկությամբ եւ մոտեցմամբ փորձում ենք ավելի կառուցողական եւ բարձրացնել։ Հետ քայլ չենք արել, սա առաջ քայլ է, որովհետեւ դա ինչ կապ ունի քաղաքական խոսքի հետ։ Դուք եք ասում, ձեր ազգային ժողովի նախագահ կնեք, ասում էր արեք կդաստիարակեմ ձեզ։ Ազգային ժողովի նախագահը զորական կետ է հայտարարել եւ կոչ արել որպեսզի ազգային ժողովում որևէ
սահման չհատվի եւ աշխատանքային կառուցողական մթնոլորտում անցնի բոլոր քննարկումները, Դա բոլոր թեև թեմաներին սուր է։ բոլոր քննադատություններին եւ հայտարարություններին, դրանք քաղաքական տեքստեր են, որոնք հնչելու են, լինելու են եւ միշտ լինելու է քննադատություն եւ սուր ելույթներ։ հայոյանքներ, չենք լսելու մեղադրանքներ։ Եթե մեկ շաբաթ եւ 7 օր էստեղ եք եղել որևէ բան չեք տեսել, ուրեմն Կոսովոյի վստահ եմ, որ խորհրդարանի հաջորդից չի լինելու։ աշխատանքից, Ես չեմ կարող երաշխավորել ողջավորվեցիք։ ընդդեմության վարքագիծը վաղը ինչ կլինի կամ ինչպես կլինի, դա ուղղակի համարժեք պատասխան է լինելու։ Կոսովոյի խորհրդանի աշխատանքից չողջավորվեցիք։ Ես Զվերով հարվածում էին իրար։ այսքանով կավարտեմ, շնորհակալ։